Անկախության հենց սկզբից 90-ականների ահռելի դժվարությունների փուլից մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության եւ հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։ Այսպես է Գագիկ Ծառուկյանը սկսել հերթական ուղերձը գործարարության թեմայով։ Բարեգործության մասին մտորումներից հետո Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից Ծառուկյանը հիմա էլ անդրադառնում է գործարարների օրեցօր ավելացող խնդիրներին։ Նախ հիշեցնում է, թե ինչպես է ինքը կայացել զրոյից, առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել է փոքր բիզնեսից, անցել բոլոր դժվարությունների միջով։ Հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։ Վստահաբար ասում եմ, գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների եւ զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։ Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք եւ հեղինակություն։ Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։ Գագիկ Ծառուկյանի խոսքով բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ շաբաթների հարց։ Արտահանման շուկաների մասին խոսելով գործարարը նշում է, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը հարմարվել է չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։ Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է, մի օր կկարգավորվեն ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։ Զգուշացնում եմ, ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները, չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն եւ ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս process-ի մասին դեռևս 1-2 ամիս առաջ եմ ասել։ Մշտական շուկա ըստ Ծառուկյանի չկա, եւ խնդիրներն այսպես շարունակվելու դեպքում, չկարգավորվելու դեպքում վաղը հայկական կոնյակի, գինու, օղու, պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական եւ այլ երկրների արտադրողները։ Սա բիզնեսի դաժան օրենքն է։ Պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Պարման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։ Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100%-ով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։ Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։ Մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ զրոյից, ինչ ձեռք եմ բերել, եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ, բացի իր աշխատասիրությունից ու հավատից, եւ որն անցնելով շատ դժվար ճանապարհ հասել է մեծ հաջողությունների։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծված բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը։ Այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են, նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը։ Գործարարությամբ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է տասնամյակներ շարունակ։ Ավերակներից վերականգնել ու կայացրել է Հայաստանի տնտեսական ողնաշարի մասը կազմող բիզնեսներ, նոր կյանք տալով հսկա գործարաններին, ձեռնարկություններին, արտադրամասերին։ Ինչպես ուղերձում է նշում Գագիկ Ծառուկյանը, իր հանդեպ տեղի ունեցողից զատ բոլոր հայ գործարարների շուրջ Հայաստանում այսօր տեղի ունեցողը արտահանողի այսօրվա հոգսն ու խնդիրը զգում է մարմնի ամեն բջիջով։ Ալադավթյան, Էպիկենտրոն։